Ողջույն, ես Խաչատուր Գասպարյանն եմ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի ղեկավարը։ Ամբիոնը նախապատրաստվում է ներկայացնելու հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսում Մադրիդում տարբեր զեկույցներ, դրանցից երկուսը վերաբերվում են հոգեբանական տրավմային, մի դեպքում փախստականների հոգեբանական առանձնահատկությունների, մյուս դեպքում ինչպես է տրավման փոխանցվում սերնդեսերունդ։ Բացի այդ, մենք նախատեսում ենք հոգեկան տառապանքի դատահոգեբանական առանձնահատկությունները թեմայով, ինքնավերաբերմունքի վերաբերյալ, ինչպես նաև նորից տրավմայի մեկ այլ օրինակով հանդես գալ Մադրիդի կոնֆերանսում։ Շնորհակալություն։ Ողջույն, ես Գայանե Ղազարյանն եմ, բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ։ Մեր ամբիոնին կից կա նաև դատահոգեբանական փորձաքննության հանձնաժողով, որը որ կներկայացնի հոգեկան տառապանքի դասակարգման աստիճանը թեմայով զեկույց եւ կծանոթացնենք մեր դատահոգեբանական փորձաքննության աշխատանքներին եւ հոգեկան տառապանքի հետ կապված տարբեր հետաքրքիր խնդիրներին։ Ողջունում եմ բոլոր մասնակիցներին Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսի։ Ես Կրիստինա Սամվելի Ավետիսյանն եմ, բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Հետազոտությունս նվիրված է ինքնավերաբերմունքի եւ հոգեկան առողջության կապին, եւ հոգեկան առողջությունը ներկայացվելու է մասնավորապես ինքնավերաբերմունքի տեսանկյունից։ Շարունակությունը կոնգրեսի ընթացքում եւ շնորհակալ եմ բոլորիդ, սիրով կսպասենք։ Ողջույն, ես Անի Եղեզարյանն եմ, կլինիկական հոգեբան, բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս։ Զեկույցը վերաբերվում է 2023 թվականի Ստեփանակերտի բենզալացակայանի պայթյունից տուժած անձանց հետ հոգեբանական աշխատանքին եւ նաեւ վերականգնողական աշխատանքներին։ Ողջույն, ես Նաիրա Ազատյանն եմ, բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, կլինիկական հոգեբան։ Բոլորը շատ լավ գիտենք, որ հոգեկան առողջությունը անբաժանելի մասն է կազմում մեր առողջությանը։ Սիրով կսպասենք ձեզ բոլորին մեր սեկցիային։